իհարկե սպառնում է եւ որևէ անակնկալ այդ ամեն ինչում չկա, որովհետեւ շատ վաղուց հասկանալի էր, որ մարտավարությունը իր ընտրապայքարի հենց ներառելու է խաղաղություն, թե պատերազմ թեզը ընդհանուր առմամբ։ Իհարկե ոչ միայն դա, նաեւ որոշ ավանդական ինչ-որ թեմաներ կլինեն, նախկիններ, ներկաներ եւ այլը, եւ արտաքին քաղաքական բնույթ կտրվի այս ընտրարշավին, այսինքն ընտրություն արևմուտքի, արևելքի միջև, չգիտեմ, արևմուտքի, հյուսիսի միջև եւ այլը, այս էլ կա, բայց հիմնական թեզերից մեկը բնականաբար պետք է լինի, որ ես բերում եմ խաղաղություն, մնացածը պատերազմի կուսակցություններ են։ Դրա մասին ես կարծում եմ արդեն մոտավորապես 1-2 տարի է բոլորը խոսում են այս առումով։ Հիմա ուղղակի ընտրությունների մոտենալուն պես Փաշինյանը իմպլեմենտացիա է անում, այսինքն իրականացնում է այդ նարատիվը ընդհանուր առմամբ։ Բնականաբար դա ավելի ուժ գնանալու է բուն ընտրապայքարի պաշտոնական մեկնարկից հետո, երբ, այսպես ասենք, մեդիա ռեսուրսներով տարբեր հաղորդումներ, տարբեր ռոլիկներ են գնալու, քարոզչական ռոլիկներ եւ հիմնական թեզերից մեկը դա է լինելու, ինքը փորձելու է վախեցնել։ Սա էլ նոր բան չէ, եթե հիշում եք Տաուշում այն 4 գյուղերի հանձնելուց առաջ ուղղակիորեն այդպիսի տեքստ էր ասվել, երբ գյուղացիներին հավաքել էին, այնտեղ ասվել էր, որ եթե մենք չենք համաձայնում այս 4 գյուղերը հանձնել, ապա եթե չեմ սխալվում, նույնիսկ ժամկետ էր դրել, ասում են 1 շաբաթից հետո առավելագույնս պատերազմ է սկսելու։ Սա արդեն բազմաթիվ անգամ օգտագործված հնարք է եւ նորից է լինելու այս հնարքը, հենց որ այսպես ասենք, այստեղ ընդհանրապես որևէ անակնկալ չկա։ Կա շանտաժ պատերազմով, կա սպառնալիք, որ եթե ես չեմ, ապա գալիս են պատերազմի կուսակցություններ, ընդ որում բոլորը միասին եւ առանձին վերցրած եւ առանձին իրարից, այնպես որ ես չեմ կարծում, որ այստեղ որևէ նոր բան կա եւ պետք չէ այս ամեն ինչին վերաբերվել այնպես, ինչպես ասենք Փաշինյանը մի նոր բան ասեց։ Սա բազմաթիվ անգամ հին օգտագործված մաշված թեզ է։ Պարոն Հակոբյան, այսօր նաև խոսեց Փաշինյանը այսպես կոչված հիբրիդային սպառնալիքների եւ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ մղելու մասին։ Իհարկե իշխանությունները բազմիցս են խոսել դրա մասին, անգամ անանուն հասցեատերեր են նշել, բայց այսօր Փաշինյանը կարծես որևէ հասցեատիրոջ անուն չասեց, որևէ երկրի ղեկավարի կամ երկրի առանձնապես, այդպես չասած, օրինակ X երկիրը մեր հանդեպ հիբրիդային պատերազմ է մղում։ Հիմա այս փուլում, երբ ընտրություններ են մոտենում, ընտրությունների նախաշեմին կարելի ասել, Փաշինյանը կրկին ակտիվացնում է այս ամեն ինչը, նույն պատերազմի թեման, նույն հիբրիդային պատերազմ մղելու մասին, մյուս կողմից էլ ԵՄ-ից, այսպես ասած, աջակցություն է ստանում, ոչ միայն դրամական, այլ նաև արագ արձագանքման խումբ է գալիս Հայաստան։ Արդյոք Եվրամիության արագ արձագանքման խումբը ինչպես պետք է պայքարի այս հիբրիդային պատերազմի դեմ եւ կարող է եւ Հայաստանում ընդհանրապես իշխանությունների դեմ տարվող այդպիսի պատերազմ կա։ Ընդհանրապես թերևս համաձայնում եմ Նիկոլ Փաշինյանի հետ, հիբրիդային պատերազմ է վարվում Հայաստանի դեմ, հենց այն պետությունների կողմից շատ բաց հիբրիդային պատերազմ է վարվում, ովքեր ուղղակիորեն միջամտելով Հայաստանի ընտրական գործընթացների, ներքաղաքական գործընթացների, իրենց աջակցությունն են, ուղղակի աջակցությունն են հայտնել գործող վարչախմբին։ Դա հայտնի, այսպես ասենք, ուղղություններ են Եվրամիությունը, Թուրքիան, քողարկված ձևով Ադրբեջանը, Միացյալ Նահանգները, եթե հավատանք, որ այս փոխնախագահ Վենսը դա ուղղակիորեն, այսպես ասենք, Միացյալ Նահանգների այսօրվա պաշտոնական դիրքորոշումն է հայտարարել։ Ինչու եմ ասում, որովհետև ես կարծում եմ, կարող է մոտ 2 ամիս հետո կարող է աշխարհը այնքան փոխվել, այդ թվում նաև Միացյալ Նահանգների ջանքերով, չգիտեմ, ճակերտներում թե առանց ճակերտների, որ Հայաստանը ընդհանրապես կարող է հետաքրքիր չլինել Միացյալ Նահանգների համար եւ այն բոլոր նախագծերը տրիպ կոչեցյալը, որը իբր Հայաստանի անվտանգության երաշխիքը պետք է լիներ, Հայաստանը որպես Իրանի հետ սահմանակից երկիր եւ ինչ-ինչ, այսպես ասենք, հեռանկարներ ունեցող ապագա պատերազմում, որովհետեւ այդ ապագա պատերազմը արդեն սկսվել է եւ ոչ տրիպը կա,
Այսինքն ժամանակից շուտ է սկսվել։ Այն ինչի համար Հայաստանը պետք էր, օրինակ թե Միացյալ Նահանգներին, թե Իսրայելին, հիմա այդքան ակտուալ կարող է չլինել այս առումով։ Այդ իսկ պատճառով ես կարծում եմ Միացյալ Նահանգները կարող են եւ շատ ավելի ճկուն լինել իրենց նախասիրություններում, բաց կամ քողարկված այս առումով։ Այնպես որ քողարկված հիբրիդային պատերազմ իր դասական առումով այն դասական սահմանումներով որ կա հիբրիդային պատերազմի վերաբերյալ հենց հիմա այդ մի քանի ուղղությունները ուղղակի վարում են ես չգիտեմ այլ երկիր այս տերմինները որ օգտագործում է ասենք արտաքին հետախուզությունը որոշ երկիրներ որը ասենք օգտագործում էր միջև այդ հիբրիդային ինչ որ պատերազմի կենտրոն նշելուց դրանք տվյալ պարագայում ով են, այսինքն մենք բոլորս հասկանում ենք ով են, բայց լավ կլիներ, որպեսզի իշխանությունը ուղղակիորեն դրա մասին ասեր, եթե դա Ռուսաստանն է, եթե Թուրքիան է, ես օրինակ կարծում եմ, ότι հիբրիդային պատերազմ իսկապես կա եւ այդ ուղղությունների մասին ես նշեցի, օրինակ նույն Եվրոմիությունը, երբ ուղղակիորեն ասում է, որ ինքը այստեղ ինչ որ խումբ է ուղարկելու օպերատիվ արձագանքման կամ գումար է տալու այսօրվա վարչախմբին, որպես այդ հիբրիդային պատերազմները կանխեն Մոլդովայի տարբերակով, ընդ որում դրա մասին ուղղակիորեն է ասվում, դա հիբրիդային պատերազմը, ինչպես դասականն է ասում, այսօրվա իշխանության մեջ գտնվող դասականը պոզով փոչով չի լինում այս առումով։ Այնպես որ հիբրիդային պատերազմ կա, հիբրիդային պատերազմ Հայաստանի Հանրապետության հանդեպ վարվում է, դա հենց այն ուղղություններն են, նրանք են ովքեր կան։ Ինչ վերաբերվում է, թե ինչով է զբաղվելու այդ արագ արձագանքման խումբը, ինչպես իրենք են կոչվում, դա այն խումբն է, որը որ ես կարծում եմ խորհրդականներ են լինելու այսօրվա իշխանություններում, իրենք այսպես վարչախմբի այսօրվա իշխանության նախընտրական շտաբի խորհրդականներն են լինելու, որոնք ունեն այդպիսի մանդատ, այսպես ասենք, Եվրոմիության կողմից կոչվում են այդպես, բայց իրականում իրենք շտաբի համապատասխան կառույցներն են ներկայացնում, նրանք են, ովքեր որ եթե հանգարց ընտրությունները ոչ բարենպաստ ընթացք ունենան իշխանության համար եւ տվյալ դեպքում նաեւ եվրոբյուրոկրատիայի համար, ես հիմա Եվրոմիությունը Բրյուսելից եվրոբյուրոկրատիայից մի քիչ անջատում եմ, որովհետեւ այսօր նույնիսկ Եվրոմիությունը այնպես կուր ինստիտուտ չէ ընդհանուր առմամբ։ Ես էլ չեմ խոսում հավաքական արևմուտք հասկացողությունը, առհասարակ շատ վաղուց չկա, հիմա շատ դեպքերում Եվրոպան Տրամպից ավելի շատ է վախում, քան Պուտինից ընդհանուր առմամբ իրավիճակն է այդպեսին ստեղծվել։ Ես ուզում եմ ասեմ, որ եվրոբյուրոկրատիայի համար եթե անբարենպաստ ընթացք ունենա, ապա եվրոբյուրոկրատիան բնականաբար իր այսպես կոչված տարբեր տիպի դիտորդներին, տարբեր դիտորդական առաքելություններին թելադրելու է ինչ պետք է գրեն ընդհանուր առմամբ, ասենք ընտրությունների լեգիտիմության առումով։ Գիտեք, որ այդ մենաշնորհը տասնամյակներ առաջվանից սկսած վերապահված է բանին, չէ, եվրոպական, այսպես կոչված արևմտյան կառույցներին։ Իրենք դրանով պետք է զբաղվեն, իրենք պետք է խորհրդատվություն, ինչպես ասացի, տամ, իրենք պետք է կոորդինացնեն այսպես կոչված արևմտյան ինչ որ հասարակական սեկտորի ներկայացուցիչների գործողությունները։ Սա, այսպես ասենք, 5-րդ շարասյունն է, որը որ ուղղակիորեն ներդրվում է Հայաստանում։ Սա փաստ է։ Սա ցավալի է, բայց փաստ է, որովհետև համենայն դեպս այն ստանդարտները, որոնք իրական թղթի վրա կան, եվրոպական արժի համակարգի մասին, ժողովրդավարության մասին, դրանք բավականին կարևոր գործոններ են, կարևոր արժեքներ են, որոնցով կարելի է շարժվել եւ որոնցով շատ երկրներ փորձում են շարժվել եւ շատ ժողովուրդներ, բայց մենք տեսնում ենք, որ դա հիմա արժեզրկվել է այսօրվա իրավիճակում, ինչպես ամեն ինչ, ինչ որ կապված է միջազգային իրավունքի հետ եւ այլն, մենք տեսնում ենք աշխարհում այսօր ինչ է տեղի ունենում, բայց նույնը այն ինչ որ ես ասացի ամերիկացիների վերաբերյալ, որ 2 ամիս հետո իրավիճակը հենց տարածաշրջանում այնպեսին կարող է լինել, որ Հայաստանը ընդհանրապես հետաքրքիր չլինի իր իշխանություններով, իսկ որոշ դեպքերում նաեւ ընդդիմությունով ընդհանրապես որպես երկիր այնքան ակտուալ չլինի, ինչքան ակտուալ էր օրինակ անցյալ տարվա օգոստոսի 8-ին, երբ Վաշինգտոնում ստորագրվեցին ինչ-որ փաստաթղթեր, այդ թվում այդ տրիպի հետ կապված,
մենք հիմա տեսնում ենք, չէ, որ Նիկոլ Փաշինյանը ինքն էր մեկ շաբաթ առաջ ուղղակիորեն հայտարարեց, որ տրիպը հետաձգվում է։ Տրիպը հիմա ակտուալ չի Միացյալ Նահանգների համար հասկանալի պատճառներով, բայց ոչ միայն այն պատճառով, որ լոգիստիկ ինչ-որ խնդիրներ կարող են լինել կամ ինչ, ուղղակիորեն աշխարհաքաղաքական առումով այդ լոգիստիկ ճանապարհի նշանակությունը Միացյալ Նահանգների համար եւ Իսրայելի համար իմիջիալոց, մենք այստեղ այդ տրիպի հետ կապված նաեւ պետք է միշտ հաշվի առնենք, որ դա նաեւ Իսրայելի շահն է, այդտեղ ներառված կարող է այլևս այդ ակտուալությունը չունենալ ինչ որ կար այս առումով, որովհետև պատերազմը սկսվել է, պատերազմը կարող է ունենալ դերևս ոչ հասկանալի հետևանքներ եւ արդյունքներ, ամենակարևորը, եւ այս պարագայում Հայաստանի դերը եւ սահմանի այդ հատվածի դերը ընդհանուր առմամբ այս պայդրությամբ այդքան ակտուալ չի, որովհետև դժվար է շատ արագ, այսպես ասենք, վերահսկողության տակ վերցնել մի սահման, որը վերահսկվում է, ասենք, ռուս սահմանապահների կողմից, օրինակ։ Այսպես ասենք, դա ժամանակի հարց պետք է լիներ, որպեսզի վերցներ քո վերահսկողության տակ սահմանը, այդ թվում տրիպի բանով, որի հիմնական նպատակը Իրանի դեմ սպասվելիք պատերազմն է, բայց այդ պատերազմը արդեն սկսվել է եւ դեռևս չի երևում, որ սցենարով են շարունակելու թե ամերիկացիները, թե իսրայելցիները։ Առավելևս, որ իրենց կարծում եմ նպատակները այս պատերազմում կամ այն ինչ որ կոչվում է հաղթանակ, իրենց մոտ տարբեր տեսք ունեն, տարբեր նշանակություն ունեն, տարբեր ձևակերպում ունեն ամերիկացիների եւ իսրայելցիների մոտ։ Եվ թրիփի մասով մի անգամ էլ Ալիևը խոսել էր միջազգային գիտաժողովում ու ասել, որ երբ որ Թրամփը կգնա, չի լինի թրիփը, ինչպես որ հիմա տեսնում ենք։ Թրամփը կարող է չգնալ եւ թրիփներ չլինել, ինչպես հիմա ենք տեսնում։ Հիմա ենք տեսնում։ Պարոն Հակոբյան, խոսենք նաեւ սահմանադրության մասին։ Գալյանը երեք հայտարարեց, որ սահմանադրությունը արդեն պատրաստ է եւ մինչեւ ընտրությունները կհրապարակվի, բայց այդպես էլ անհայտ է մնում անկախության հռչակագրի ճակատագիրը, իշխանությունները 7 կողպեկի տակ կարծես պահում են ներածությունը, չեն ցանկանում հանրայնացնել։ Ըստ ձեզ եւ Գալյանը ամբողջ թիմը Փաշինյանն էլ այսօր եւ ոչ միայն այսօր հայտարարեց, որ անկախության հռչակագիրը կոնֆլիկտածին է։ Ըստ ձեզ ինչպես կզարգանա այս թեման ու մինչեւ ընտրությունները հրապարակելով ինչ որ ձևով դա կազդի ընտրական հետագա պայքարի վրա։ Ես կարծում եմ, որ համենայն դեպս հիմնական նպատակը սահմանադրության փոփոխությունների դա նախ եւ առաջ իհարկե այդ հռչակագիրը ընդհանրապես սահմանադրության տեքստից վերացնելն է հասկանալի պատճառներով դրա մասին ասում է, այսինքն այստեղ Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցները առանձնապես որևէ բան չեն թաքցնում, իրենք ասում են, որ քանի որ այնտեղ կան դրույթներ Լեռնային Ղարաբաղի հետ կապված, ցեղասպանության հետ կապված, այսինքն այն ամեն ինչը, ինչ որ գերգերում է զայրույթը Ադրբեջանի եւ Թուրքիայի, իրենք համարում են, որ դա կոնֆլիկտ ծնող բաներ են, դրույթներ են եւ դրանք պետք է հանել սահմանադրությունից։ Ինչպես նույն տրամաբանությունն է, ինչ ասենք, երբ Տավուշում 4 գյուղ է սանձնում, ասում ես, եթե մենք սա չանենք, ապա դա կջղայնացնի, կզայրացնի, ասենք, ադրբեջանցիներին եւ իրենք կհարձակվեն։ Ինչպես հիմա ասվում է, որ եթե այսպես ասենք, այս խաղաղության դրույթները, որը մենք նախաստորագրել ենք, դրանք ռևիզիայի, ինչպես ինքն է ասում, ենթարկվի, ապա դա նշանակում է, որ պատերազմ կլինի։ Նույն բանն է այստեղ։ Ընդհանուր առմամբ ես պարզ է, որ հիմնական շեշտը դրվելու է այդ հռչակագրի տեքստը սահմանադրությունից հանելու վրա։ Չեմ կարծում, որ միայն դրա մասին է խոսքը լինելու, ես ենթադրում եմ, որ նաև հայ առաքելական եկեղեցու կարգավիճակն է փորձ արվելու վերանայել այնտեղ այդ բացառիկ դերակատարումը, չեմ բացառում նաև ռազմական, այսպես ասենք, ռազմաքաղաքական դաշինքների բլոկային, այսպես ասենք, գաղափարը այնտեղ կդրվի, այսինքն հակառակը ուզում եմ ասեմ, ապաբլոկավորումը Հայաստանի տարբեր բաներ կլինեն, բայց հիմա տվյալ դեպքում ավելի ակտուալ է նույն Ադրբեջանի համար, Ադրբեջանի պահանջով, ենթադրում եմ նաև Թուրքիայի պահանջով, դա հռչակագրի տեքստի առհասարակ ըստ էության հանելն է
նախագծից։ Ինչ վերաբերում է նրան, որ միջև հիմա առանձնապես բան չեն անում, ես կարծում եմ մի քանի անգամ փորձեցին այսպես զոնդաժ անել, մի քանի անգամ այդ գաղափարը գծվեց, տեսան, որ դա պարարտ հող է ստեղծում ընդդիմության համար, որպեսզի այսօրվա իշխանություններին նորից հերթական անգամ մեղադրեն թուրքական եւ ադրբեջանական պրոքսի պետություն, պրոքսի իշխանություն դառնալու մեջ, եւ ես կարծում եմ, որ առայժմ թե ծանոթ թեթև են անում, այդ թվում նաեւ երևի թե իրենց այս խորհրդականների հետ, ոմանց մասին մենք խոսեցինք, դրսի խորհրդականների, թե արժի օրինակ նախընտրական այս թեժ մթնոլորտում կամ որ ավելի թեժացող մթնոլորտում, երբ համենայն դեպս նույնիսկ իրենց սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ ստացվելիք ձայները բավարար չեն լինելու, որպեսզի իշխանությունը վերարտադրվի, առաջ բերել նոր կոնֆլիկտային թեմա հասարակության մեջ, որովհետև այս պարագայում հասարակության առջև իրոք հարց է առաջանալու այս ընտրություններում, ընտրում են Հայաստանը, թե օրինակ Արևմտյան Ադրբեջանը այս առումով։ Իմիջիալոց ինչ վերաբերում է խաղաղություն, թե պատերազմին, սա բնականաբար նույնպես ես կարծում եմ, որ նույն ընդդիմությունը պետք է իսկապես ինքը հայտարարի, որ ինքը գալու է խաղաղության օրակարգով, որպեսզի դադարեցնի այսօր ընթացող պատերազմը Ադրբեջանի եւ Հայաստանի միջև, պատերազմը նույնպես այլ կերպ չի լինում, առնվազն հիբրիդային պատերազմը։ Հիբրիդային պատերազմի արդյունքում Հայաստանը ըստ էության զիջում է հերթով իր բոլոր դիրքերը, այսինքն պետք է դադարեցնել այս պատերազմը Ադրբեջանի եւ Հայաստանի միջև եւ սահմանել իսկական խաղաղություն, իրոք խաղաղություն։ Ոչ թե, այսպես ասենք, նախաստորագրվածի շրջանակում ինչ որ բաներ, որոնք կյանքի այդպես էլ չեն կոչվել, որովհետև օգոստոսի 8-ից հետո մենք տեսնում ենք, որ զիջումը զիջումի հետևից է լինում եւ ավանսով զիջումներ կան եւ սահմանադրություն են խոս տալիս զիջելու եւ այլը եւ հետագայում պարզ է, որ գլխավոր հարցերից մեկը դառնալու է իսկապես Հայաստանը Արևմտյան Ադրբեջան դարձնել, այդ թվում եւ նախ եւ առաջ 300-ից ավել այսպես կոչված նախկին բնակիչների Հայաստանի Հանրապետության Հայաստան վերադարձնելու ճանապարհով, դեմոգրաֆիան փոխելու ճանապարհով։ Սա ես կարծում եմ պարզունակ թվաբանություն է։ Սա նույնիսկ ավելի պարզ է, քան ինչպես այսօր Փաշինյանն էր ասում, Իսպանիայի մայրաքաղաքը որն է։ Ընդհանրապես այդ հարցի պատասխանը, եթե ինտելեկտի, այսպես ասենք, չափորոշիչը դա ենք համարում, ապա ինչ է լինելու հետագայում այս հրադադարից հետո Ալիևի կողմից սահմանված, որպեսզի Փաշինյանը մի քիչ հանգիստ պայմաններում կարողանա վերարտադրել, ես կարծում եմ նորից եմ ասում, սա շատ ավելի պարզ է, քան այն հարցը, որ ինքը տալիս է իբր ինտելեկտուալ, այսպես կրասվորդային, թե որն է Իսպանիայի մայրաքաղաքը։ Սա ավելի բարդ հարց է, քան այն ինչ որ իրականում կարող է լինել ընտրություններից հետո, եթե հաղթի։